ինչ որ ես հիմա ուզում եմ արձանագրել, այն պարոն Օհանյանն էլ նշեց, բազային աշխատավարձի բարձրացման հարցն է։ Հիմա մենք ունենք խնդիր համալրման։ Եթե պրոֆեսիոնալ բանակ պետք է ձևավորվի, այդ պրոֆեսիոնալ բանակը պետք է ձևավորվի պայմանագրային զինծառայողների միջոցով։ Հիմա դուք ինձ ասեք, ինչ գրավիչ պայմաններ եք ստեղծել, այդ թվում նաև աշխատավարձի տեսանկյունից, որ Հայաստանի Հանրապետության քաղաքացին որոշում կայացնի, գնա եւ պայմանագիր կնքի եւ պայմանագրային զինծառայող աշխատի։ Ես հիմա այս հակադրություն չէ, բայց համեմատությունը մշտապես բերում եմ, որովհետեւ կարծում եմ տեղին համեմատություն է։ Պարեկի եւ սահմանին կանգնած պայմանագրային զինծառայողի միջև պարոն Պապիկյան անթույլատրելի է, որպեսզի պայմանագրային զինծառայողը ստանա ավելի ցածր աշխատավարձ ու զգալի ցածր աշխատավարձ, քան պարեկը։ Հասկանում եք, ես ամենայն հարգանքով նրանց իրականացրած աշխատանքի նկատմամբ ոչ թե հակադրության մեջ եմ դնում, այլ համեմատության մեջ եմ դնում։ Հիմա Հայաստանի Հանրապետության քաղաքացին, եթե ընտրություն կատարի, որտեղ գնա աշխատելու, հաշվի առնելով սահմանում առկա ռիսկերը, մարտահրավերները, պայմանները եւ այն ինչ որ ունենալու օրինակ Երևանի կենտրոնում բարեք աշխատելիս։ Ակնհայտ է, չէ, եթե մենք համալրման խնդիր ենք փորձելու լուծել, եթե պրոֆեսիոնալ բանակ ենք փորձելու ձևավորել, առնվազն տարական բազային աշխատավարձի բարձրացումը պարզապես հրամայական է։